Կոտայքի Արամուզ գյուղի դաշտում ամուսիններին սպանած հարևանը Զովաշեն գյուղի դաշտամիջում կրակել ու սպանել է 46-ամյա մի տղամարդու և 44-ամյա մի կնոջ։ Այս երկու սպանություններն էլ տեղի են ունեցել հոկտեմբերի 12-ին։ Դեպքից ժամեր անց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը բեկանել է մեկ այլ դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումը և հաստատել, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի իրավունքները խախտվել են։ Սփազանի փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում արատավոր պրակտիկա կա։ Քրեակատարողականի աշխատակիցները զննում են փաստաբանների կողմից իրենց պաշտպանյալներին տրամադրված նյութերը և եթե դրանք չեն առնչվում քրեական գործին, վերցնում են։ Փաստաբանի խոսքով այս փաստի առնչությամբ բողոք էր ներկայացվել Առաջի ատյանի դատարան, որը մակագրվել էր Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս խախտում չէր արձանագրել և մերժել էր բողոքը։ Վերաքննիչ դատարանը հակառակ այդ որոշման բավարարել է բողոքը, ճանաչել իրավախախտումը և պարտավորեցրել Երևան կենտրոն քրեակատարողականի պետին միջոցներ ձեռնարկել իրավախախտումները վերացնելու համար։ Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր դատական ակտ է այս արատավոր պրակտիկան վերացնելու համար, նշել է փաստաբանը։ Այսօր դատարանը քննելու է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատախազության միջնորդությունը։ Ազգային բարերարի փաստաբանական խումբը հայտարարել է, որ այս միջնորդությունը նախորդների պես ապօրինի է։ Սամվել Կարապետյանի ընտանիքն ու աջակիցները երեկոյան 6-ին հավաքվելու են Թբիլիսյան խճուղի 3 կոտորակ 9 հասցեում գտնվող հակակոռուպցիոն դատարանի բակում։ Կարապետյանի դուստրը Տաթև Կարապետյանը դիմել է ընկերներին։ Ես մեծ հույսով, մեծ հավատով կլինեմ այնտեղ 18:00-ից, որ ցույց տամ իրեն իմ աջակցությունը, իմ սերը։ Պապ ջան, մենք քո հետ ենք։ Ես քո հետ եմ։ Սամվել Կարապետյանի փաստաբանները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ դատախազությունը դատարան միջնորդությունը ուղարկել է դեռ հոկտեմբերի 11-ին և դատարանից տևական ժամանակ է պահանջվել մեջբերում մակագրման թեկնածու դատավոր գտնելու համար։ Միջնորդությունը քննելու է Վահե Դոլմազյանը։ Դատավորը, որին մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Առավել ուշագրավ է այն, որ դատավորը ստանալով նյութերը արդեն իսկ էական խախտում է թույլ տվել 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով։ Ի դեպ, հրատապության հարցը այս դեպքում առհասարակ բացակայում է, քանի որ կալանքի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է։ Իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ, պնդում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։ Մեր ձևով շարժման անդամները հայտարարել են, եթե Կարապետյանն այսօր ազատ չարձակվի, մեծ հանրահավաք են հրավիրելու ազգային բարերարի ազատության պահանջով։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը բարերարի կալանավորման գործը հասցնելու է միջազգային ատյաններ Հայաստանի իշխանություններից պատասխան պահանջելու, քաղաքական հետապնդման և երկրում քաղբանտարկյալներ պահելու համար։ Հեղինակավոր փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Երևանում հայտարարել է նաև Կարապետյանի հետ տեղի ունեցողը մեջբերում իրեն շատ անապահով զգացող վարչապետի վախն է։ Բաքվի բանտում պահվող հայ միլիարդատեր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Մասնակիցներից մեկը սկանդալային տեղեկություն է ներկայացրել ՄԱԿ-ի աշխատակիցների ադրբեջանական լոբինգի հետ սերտ շփումների մասին։ ՄԱԿ-ում մի զեկույց է այսպես ներկայացվել եւ ընդունվել, որով ՄԱԿ-ը փաստել է, որ դատավարությունները Բաքվում իրավաչափ են, հատկապես Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրավաչափ են այդ զեկույցները։ Հետագայում պարզվել է ի մասնավորի Օկամպոյի մասնակցությամբ ջանքերով պարզվել է, որ այդ աշխատանքային խմբի ղեկավարը կապ ունի ադրբեջանական կառույցների հետ եւ աշխատանքային խմբի ղեկավարը, որի անունն է Յաննա Յուտկիվսկա, նրա ամուսինը
Ուկրաինայում գտնվող Սոկար ընկերության հետ կապ ունի եւ արմատներով ինքը ադրբեջանցի է, ճիշտ է, երկար ժամանակ ապրում է Ուկրաինայում, բայց արմատներով ադրբեջանցի է եւ այսինքն գործել է ի պաշտպանություն Ադրբեջանի։ Իդեպ այս օրերին Երևանում է Ռուբեն Վարդանյանի ընկերն ու Բար Աֆեյանը, որի հետ միասին իրականացնում էին Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունը։ Աֆեյանը ասել է, որ արդեն 2 տարի է մեծ ծավալի գործ են անում Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին ազատելու համար եւ կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի դրան։ Արդեն 2 տարի է մենք բավական գործ ենք տանում անverջ եւ գրծազուս շապանում ենք, որ թե այլ երկիրների ղեկավարները եւ թե այստեղի կառավարությունը ուշադրություն տա եւ դա փորձում են, հուսով եմ, որ հաջողենք։ Դուք հույս եք հայտնում, որ ներկայիս իշխանությունները որևէ գործիքակազմ են կիրառում գերիների վերադարձի համար։ Դուք կամ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Չէ, ես պաս չեմ կարող առաջարկել, իրենք պետք է առաջարկեն, բարձրապես գիտեմ, որ նյութը կարևոր նյութ է եւ զանազան տարբեր երկիրներն էլ այս հարցը բերում է խոսակցությունների մեջ եւ հուսով եմ, որ վերջի վերջո այս խաղաղության ասենք եղանակի ընթացքին բոլորովին եւ խաղաղություն եւ արդարություն կդիրե։ Շնորհակալ եմ։ Հայկական մեդիան ակտիվ քննարկում է Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի կարճ զրույցը Եգիպտոսում ԱՄՆ նախագահի ելույթից անմիջապես հետո։ Հայաստանի վարչապետը դիմում է ամերիկացի գործընկերոջը հետևյալ խոսքերով. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, հիշեցիք, օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից, համատեղ հայտարարությունների ստորագրումից եւ Փաշինյանի հասցեին Թրամփի գովեստի խոսքերից հետո թվում էր, թե պետք է Թրամփը հրաշալի հիշի Փաշինյանին դեմքով։ Իդեպ Հայաստանի վարչապետի համախոհներից մեկը օգոստոսի 8-ի հայտնի իրադարձությունից հետո հայկական ժամանակի հետ զրույցում պնդել էր մեջբերում Փաշինյանը Թրամփի WhatsApp-ի համարը ունի, Հայաստանի ոչ մի ղեկավար նման հարաբերություն չի ունեցել, բայց այն, ինչ տեղի ունեցավ 3 Եգիպտոսում, կարծես թե հաստատում է Նիկոլ Փաշինյանի դիմախոսների այն պնդումները, որ Թրամփը այնքան էլ լավ չի պատկերացնում, թե որտեղ է քարտեզի վրա Հայաստանը իր բոլոր հետևանքներով։ Thank you very much. Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, հիշեցիք, շնորհակալություն ձեզ, Աստված պահապան ձեզ։ Իդեպ այս զրույցից րոպեներ առաջ Թրամփը ելույթում հիշել էր, որ ինքը մի հեռախոսազանգով կարողացել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող 30-ամյա հակամարտությունը եւ այդ խոսքերն ասելիս թեքվել ողջունել էր Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։ Եգիպտոսի խաղաղության գագաթնաժողովի կուլիսներից եւս մեկ դրվագ չի վրիպել այս անգամ արտասահմանցի լրագրողների աչքից։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Թուրքիայի նախագահը խոստացել է այնպես անել, որ նա թողնի ծխելը։ Ամեն ինչ լավ է։ Դուք հիանալի տեսք ունեք։ Շնորհակալություն։ Բայց ես պետք է ստիպեմ ձեզ թողնել ծխելը։ Գիտեմ, չեմ ուզում որևէ մեկին սպանել։ Շարմ el-Շեյխում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Քաթարի եւ Թուրքիայի առաջնորդները ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր։ Իսրայել այցից անմիջապես հետո Եգիպտոս ժամանած Թրամփը կատակել է, թե գագաթնաժողովին ուշացել է Նեթանյահուի փայլուն, բայց շատ երկար խոսքի պատճառով։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվի, ասել է Սպիտակ տան ղեկավարը գագաթնաժողովի ամփոփիչ ելույթում։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդը կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, նրան հարգում է Պուտինը եւ նա իմ ընկերն է, նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի հաջորդ այցը կլինի Մալազիա, նա Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր կստորագրի։ Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար։ Խումբը կազմված կլինի 3 երկրների մաքսային, սահմանային եւ տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներից։ Մեծ Բրիտանիան չեղարկել է Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելն արգելող որոշումը, որն ընդունել էր 33 տարի առաջ 1992 թվականին։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաունթին։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի մատակարարումների սահմանափակումները ըստ Դաունթիի կորցրել են իրենց արդիականությունը, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները։ Բրիտանացի պաշտոնյայի խոսքով այս քայլն աջակցություն է տարածաշրջանի երկրների համար ինքնիշխանություն
իշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում այլ պետություններից եւ ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական եւ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։